Բարև ձեզ, կարծում եմ սպասված հանդիպումը ձեզ հետ, իհարկե շատ երկարեց, որովհետև մի քանի տեխնիկական խնդիրներ կար, նաև տարածություններ խնդիրը, նաև իմ տեխնիկային վատ տիրապետելներ եւ ինչպես եւ խոստացել էինք, ինչպես փողոցում ինչ շատերը ասում էին, բայ երբեք Խաչիկյանի հետ այդ ձեր խոստացած ոդքասթը անելու եւ հիմա մեր առաջի հաղորդումն է, չգիտեմ ինչպես է ստացվելու եւ շատ շնորհակալ կլինենք թե ես թե պարոն Խաչիկյանը, որ դուք դա հավանեք, որովհետեւ մենք մեզ համար իսկապես որոշում ենք կայացրել, եթե անել մի հաղորդում, անել մի զրույց անկեղծ, մենք սա անվանում ենք անկեղծ զրույց հայի հետ, իրական հայի հետ, այդ զրույցը պիտի լինի առանց որևէ կոմպրոմիսի, մենք մեր խղճի հետ կոմպրոմիսի չենք գնալու, մենք որևէ քաղաքական ուժի ենթակա չենք եւ այդ առումով մենք շատ ավելի ազատ ենք, շատ ավելի անկաշկանդ ենք եւ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում առաջիկա ընտրությունները Հայաստանի համար, մենք շատ լավ հասկանում ենք, թե հենց հիմա այս րոպեներին ինչ տարակող լավայի կաթսայի վրա է նստած տարածաշրջանը եւ այդ ֆոնին տեսնում ենք պերաշկի եւ կուկուրուզ ուտող ղեկավարություն, բայց մեզ համար նույնքան կարևոր է լինելու, որ եւս մեկ անգամ մեր ժողովուրդը 21 թվականի հունիսի 7-ին չխաբնվի եւ մենք այսպես հատ-հատ անդրադառնալու ենք նաեւ այսօր ոչ թե իշխանության փոփոխությունը օրակարգ ունեցող, այլ սենց կալկուլատորով նստած հաշվող ինչ անեն, ինչ տրուկ անեն, ընդամենը խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու Արտուր երևի սկսենք վերջի լուրերից Իրանից, մի տեղեկատվություն տամ չգիտեմ հասցրել ես նայել թե չէ, քիչ առաջ Իրանի արտաքին հարցերով պատասխանատուներից մեկը հայտարարեց, որ Իրանը ամեն ինչ անելու է Թրամփի ուղին, ուրեմն վարձկանների գերեզմանի վերածելու համար, ուղղակիորեն տորպեդահարելու են այդ ամբողջ ճանապարհը, իսկ դա պատկերացրեք, թե ինչ է նշանակելու Հայաստանի համար եւ նժարին ինչ է դրված, նաեւ շարունակում է ուրեմն փակված մնալ Հորմուզի նեղուցը, որտեղով աշխարհի այդ տանկերները աշխարհի նավթի 25%-ն է ուրեմն ստանում, բոլորը սպասում են այսօր օրվա ավարտին, որ տեսնա միջազգային բորսաներում նավթի գինը ինչ ուրեմն տատանումների է հասնում եւ Թրամփը առավոտյան ըստ էության հայտարարեց, որ եւս 4 շաբաթ այս պատերազմը կարող է ձգվել եւ մենք հասկանում ենք դրա կործանարար հետևանքները, իսկ ով չի հասկանում, սկսենք դրանից եւ ինչ ռիսկեր էլի կարող է լինեն մեզ համար, Հայաստանի համար։ Շատ շնորհակալ եմ Տիկին Զորաբյան, որ մասնակցում եք մեր ոդքասթին, իսկապես շատ մարդիկ ինձ ասել են, որ ցանկանային մեզ միասին տեսնել, միասին լսել, քանի որ երկուսս էլ որևէ քաղաքական ուժի հետ ասոցիացված չենք, անկեղծ ենք, ուղիղ ենք խոսում եւ այլն։ Եթե կարելի է դույով, հա, եւ իհարկե, հա, որ ավելի, հա, էլի։ Եթե դույով լինի։ Նախ այդ մեր ճգնաժամը նոր տեսակ, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչը մեզ բացի-բաց ծաղրեց, ասեց դուք նայեք այս իրավիճակում հայերը չէ բուրեկի են ուտում, թե ինչ են ուտում, մենք դրանով չենք զբաղվելու, վրացիները մեզ ծաղրում են եւ ճիշտ են անում, մեզ հասնում է մենք ենք ընտրել սա, մենք պետքա այսպես մեր երեսին պետքա թքեն, մենք պետքա այսպես դիմանանք, որովհետև սա ենք ընտրել, մենք ենք ընտրել։ Վրացիները մեզ ձեռ են առնում, ինչ է կատարում Իրանում, դու խոսեցիր նավթի գինը արդեն 10%-ով բարձրացել է մի օրում, այո, ճիշտ ասեցիր, նավթի մոտ 25-ից 30% աշխարհի անցնում է Հորմուզի նեղուցով եւ այսպես որ գործը գնա արդեն որոշ տնտեսաբաններ ասում են $100 գերազանցելու է գինը մի քանի օրում որոշ երկրներում իրենց բորսաները փակվել են սա մենք գնում ենք դեպի տնտեսական ճգնաժամ քանի որ երբ որ նավթի գները այսպես բարձրանում են բենզինի գները այսպես բարձրանում են մարդկանց մոտ փող չի մնում մանավանդ Միացյալ Նահանգներում ծախսելու փող չի մնում եւ տնտեսությունը սկսում է դանդաղեցնել իր ընթացքը եւ գնում ենք ռեցեսիայի որը ես մի անգամ տեսել եմ 2008 թվականին որևէ մեկին թշնամուս չեմ ցանկանա այդպիսի բան տեսնել ինչ որ ես տեսել եմ Ամերիկայում այսինքն այո տնտեսական ռիսկեր կան շատ մեծ այսօր տեսակ խոսվեցին մի քանի F-16 ինքնաթիռ ամերիկյան օդաչուները փառք Աստծո չզոհվեցին
բայց արդեն զոհեր կան Միացյալ Նահանգների ուժերի միջև եւ արդեն 17 երկիր ներգրաված է այս պատերազմում կարող եմ կարդալ Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան, Եմենը արդեն մասնակցում է, Սաուդյան Արաբիան, Բրիտանիան հայտարարել են, որ միանալու են, Ֆրանսիան ինչպես միշտ սպասեց, որ կռիվը սկսվի, հետո նոր հետևից ուղարկեցին իրանց ավիակիրը Շարլ դե Գոլ, ես գիտեք շատ սիրում են Ֆրանսիային, բայց ղեկավարությունը այնքան հաջող չէ։ Արդեն տարածքները, հետևյալ երկրների տարածքները ներգրված, արդեն այս պատերազմի մասնակից են դարձել Հորդանան, Քուվեյթ, Բահրեյն, Միացյալ Արաբական Էմիրատներ, Կատար, Օման, Իրաք, Սիրիա, Կիպրոս, Լիբանան։ Այսօր էլ Հեզբոլլան հայտարարեց, որ միանում է։ Սա Միջին Արևելքի մասշտաբով համաշխարհային պատերազմ է։ Բայց սցենարների մասն էլ խոսենք, եթե ուզում ես Նայրա ջան, բայց արդեն նշաններ են գալիս Միացյալ Նահանգներից, որ Թրամփը հասկացավ, որ սա մեծ սխալ էր եւ նա փորձում է ինչ որ ելք գտնել իր համար։ Այո, պատահական չի, որ հայտարարեց, որ չգիտեմ ինչքանով է տեղեկատվությունը ճիշտ, չնայած իրանական կողմը հերքեց, որ Իրանի նոր հոգևոր քաղաքական ղեկավարությունը իր հետ ուզում է ինչ որ քննարկումների դաշտ տեղափոխել, բայց այնտեղից հայտարարեցին եւ ավելին երեք բարձրացվեց ջիհադի վրեժի կարմիր դրոշը եւ եկեք նաեւ այո համաձայն եմ քեզ հետ Թրամփը սխալ էր հաշվարկել որտեղ մեկ օրում ծոցի 8 երկրի 27 ռազմաբազայի հրթիռակոծեց Իրանը, այսինքն այն որ Իրանի ղեկավարները ասում էին որ դեռ կտեսնեք մեր իրական պոտենցիալը եւ արսենալը, կարծում եմ արևմուտքը Թրամփը տեսավ եւ այո համաձայն եմ քեզ հետ որ ինչ որ լուծում պիտի գտնի, այլապես այո համաշխարհային ամբողջ տնտեսությունը ուղղակիորեն կարող է փլվել եւ դոլարը կարող է ուղղակիորեն վերջնականապես սատկել։ Եվ մի ուրիշ բան, որը կարող է փլվել, դա Թրամփի ներքաղաքական դիրքերն են Ամերիկայում։ Միայն 25% ամերիկացիների աջակցում է այս պատերազմին եւ արդեն դեմոկրատները իր դեմ սկսել են հետաքննության գործընթաց, սա կարող է տանել դեպի impeachment դեմոկրատներից անունը մոռացա գրած էր մոտ Telegram-ում դեմոկրատներից մեկը կոնգրեսում ասաց որ սա ամենակոռումպացված նախագահն է Միացյալ Նահանգների պատմության մեջ նա խոսք տվեց որ այլևս պատերազմ չի սկսվի եւ մեծ տարավ դեպի պատերազմ այնտեղ տեսակ որ Էփշտեյնի ֆայլերում արդեն մի քանի փաստաթուղթ կա որ ուղղակիորեն ցույց է տալիս որ նա մասնակցել էր այլանդակություններին Կլինտոնը եւ Հիլարի Կլինտոնը եւ Բիլ Կլինտոնը արդեն ենթարկվել են հարցաքննության հաջորդը ինքն է, այսինքն իր ինքնաթիռը գնում է վայրեջքի։ Շատ հնարավոր է, որ նոյեմբերին այլևս դեմոկրատները վերցնեն կոնգրեսը։ Այո, կարծես թե խմորումներ ա նաև impeachment-ի գործընթաց, բայց հիմա արի վերադառնանք Հայաստան։ Այս իրավիճակում մեր հարևան Իրան, որը մեզ ոչ միայն հարևան է, այլ նաև բարեկամ է, Իրան, որտեղ մենք ունենք մոտ 100,000-ի հասնող համայնք, 100,000-ի հասնող հայրենակիցներ Ես 3 օրա բոլոր սոցիալական ցանցերում ուզում եմ փնտրել ուրեմն Սփյուռքի հարցերով հանձնակատար Սինանյանին նրա շողքը անգամ չկա ես ուզում եմ տեսնել թե ինչ է արվում եւ ինչ ռազմավարություն կա մշակած այն դեպքում երբ որ ստեղծվի այնպիսի իրավիճակ որ մեր հայրենակիցները ստիպված լինեն լքել Իրանը եւ գալ Հայաստան բացի ԱԳՆ-ի հայտարարությունից որը վերաբերում է Քաթարում արաբական էմիրություններում գտնվող մեր հայրենակիցներին որ ովքեր կան թողես լինքով հղումով գնան լրացնեն կհասկանանք ես որևէ մշակված անվտանգային ռազմավարություն պատկերացնում եք Իրանում սկսվել է առաջին ուրեմն հրթիռներն են պայթել այդ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը չի ընդհատում իր ուրախ ավտոբուսի մարշրուտը անմիջապես անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրում անում է դա հաջորդ օրը եւ ինչպես տեսանք կուկուրուզ են ուտում որը ազդարարվեց շատ ռազմավարական մի հատ դետալ եւ պերաշկում է սող չկար դա երևի էս տարածաշրջանի ռեգիոնի ամենակարևոր ռազմավարական արձանագրումն էր եւ յուղն էլ շատ չէր նենց լավ նենց նորմայի մեջ դելիկատ ձեթի մեջ էր տապակած բայց նաեւ եկեք արձանագրենք որ մեր ընդդիմությունը հա տիտուլավոր ընդդիմությունը
Դուք տեսնում եք ինչ որ առաջարկներ, բացի հերոսական պաթոսախեղտ ինչ որ գրառումներից, տեսնում եք ինչ որ կոնկրետ առաջարկ նաև ընդդիմությանը։ Հիմա պիտի հրավիրվեր խորհրդարանի արտահերթ նիստ, դա պիտի նախաձեռներ ընդդիմությունը, որը հավակնում է լինել այլընտրանք, որը հավակնում է իշխանության, մտածում է, որ ասենց կալկուլատորով իրար կգումարեն մանդատները, մի բան ավոյս կստացվի։ Մենք տեսնում ենք քար լռություն եւ տեսնում ենք դու ասեցիր Վրաստանում, բայց ես էլ հիմա կցիտեմ Հաքի Նազի գրառումը Ադրբեջանի, որ ընդամենը Նիկոլի նկարն է դրած պերաշկի ուտելուց եւ գրածա որ տարածաշրջանը պայթում է, սրանք պերաշկի են ուտում, հետո էլ կուկուռուս։ Նայրա ջան, կոմը տպավորություն չի ստեղծվում, որ սա ինչ որ reality show է, ինչ որ show-ի մեջ ենք մենք, կամ մեզ բացեիբաց ձեռ են առնում, ուղղակի ձեռ են առնում, կամ սա ինչ որ աղանդ է, որը ապրում է ալտերնատիվ իրականության մեջ, կամ իրանց համոզել են, որ մենք ձև կանենք, որ ամեն ինչ նորմալ է, սա մեզ չի վերաբերվի ու ժողովուրդը կհավատա։ Օրինակ մարդիկ կան, որ ասում են լավ կլինի, ուղղակի լավ կլինի։ Այո, դու Ես այո, սա ինչ որ մատրիցա է, այո, ես ունեմ այդ տպավորությունը, եւ գիտեք, եկեք անկեղծ լինենք, Նիկոլին առայժմ, քանի որ մենք ունենք անհասկանալի ընդդիմություն, որը չունի իմ տպավորությամբ ռազմավարություն, ինչպես հեռացնել այս ռեժիմը, այլ մտածում է ոնց մի քանի մանդատ կպցնի, կներես այդ կոպիտ բառի համար, Նիկոլին ցավոք սրտի այո, դեռևս հաջողվում է հասարակությանը մանիպուլացնել եւ հասարակությունը հավատում է, ես իմ ու քո օրինակը ինձ համար դա ես ուզում եմ որ մեզ հետևողները, որ հիմա նայելու են, լսեն, ուրեմն սա ինձ համար, սա եթե ես երբևէ գիրք գրեմ քաղաքական նոնսենսների մասին, ես այն ինչ որ դու արեցիր եւ ինչի արձագանքները ինձ համար շոկային էր, ինձ ոչինչով հնարավոր չի զարմացնել, բայց սիրելի գործընկերներ, ուրեմն Արտուրը որոշեց հումոր անել Վենսի թարգմանության վրա, քանի որ կառավարության թարգմանիչը այսպես իրենց ներդրում էր ներկայացրել այն ամերիկյան, ինչը բնականաբար ներդրման հետ որևէ կապ չունի, Արտուրը հումոր արեց, ասեց եկեք ասեմ իրականում ինչ ասել Վենսը, դե պարզ է, ֆանտաստիկ անգլերեն գիտի, դրեց Վենսի ձայնը եւ շատ լուրջ տեսքով, դե որտեվ լուրջ է էլի ինքը, ասում է Վենսը ասում է, ուրեմն ովքեր կգնան ընտրելու Նիկոլ Փաշինյանին, կստանան մի կիլո ոսկի, չգիտեմ քանի կիլո է ասել։ Մի կիլո ոսկի է խոստացել 300 գրամ բրիլյանտ։ Եվ մի հատ Մադոննա սերվիս։ Եվ այնքան լավն էր հումորը, որ ես դա եւս տեղադրեցի իմ էջում եւ պատկեր ես ուզում եմ որ նկարագրեմ սա, որ դուք հասկանաք, թե մենք ինչ աբսուրդի մեջ ենք ապրում։ Գիտեք քանի մարդ էր գրել, որ ապրի Խաչիկյանը, վերջապես ճիշտ թարգմանությունը մենք իմացանք եւ մեծամասնությունը իհարկե ինձ նամակներով ռմբակոծում էին հանի քո էջից, ասեմ ինչի հանեմ, ասում դու չես պատկերացնում, սա Նիկոլին օգուտ է, ժողովուրդը, ասեմ ոնց, ժողովուրդը կարա լուրջ ընկալի, որ իրան մի կիլո ոսկի 300 գրամ բրիլյանտ ու մի հատ Մադոննա սերվիզ են տալու, ու մարդիկ ասում էին հա, ու ես հասկացա, որ այո մենք իրոք, մեկն էլ գրել էր, կապ չունի, ինչ ուզում ատա Միացյալ Նահանգները, ես չեմ վաճառվելու, այսինքն ինքը արդեն ընդունել էր, որ իրան տալու են մի կիլո ոսկի, 300 գրամ բրիլյանտ ու մի հատ Մադոննա սերվիս, բայց ինքը համաձայն չի։ Եվ ես հասկացա, որ այո, մենք ապրում ենք են Լուիս Քերոլի ծուր հայելիների Ալիսը հրաշքների աշխարհում են ծուր հայելիների իրականության մեջ, բայց ցավոք սրտի այս իշխանությանը դեռևս հաջողվում է այդ խաղաղություն fast food-ը, որտեղ խաղաղություն բառը որը ցանկացած adekvat հասարակությանը օդի եւ ջրի նման պետք է, որովհետեւ երբ որ քեզ համոզում ասում են ես խաղաղությունն եմ, Խաչիկյանը ու Նարան պատերազմն են, կամ մնացած ընդդիմադիրները պատերազմն են, ժողովուրդը որ ասում է սպիննի մոզգը ողնուղեղով գնում է դեպի այդ խաղաղությունը։ Հիմա ուզում եմ որ շատ չեմ ուզում որ շատ երկարի, որտեղ մենք գրեթե ամեն օր զրուցելու ենք, ուզում եմ այսպես սահուն գանք մեր ընդդիմությանը, ինչ անում մեր ընդդիմությունը, որ իշխանության մանիպուլյացիաները չանցնեն։ Ես ինչի եմ ուզում, որ ես եւ
Խաչիկյան Արտուրը բաց այդ մասին խոսենք, որտեղ մենք որևէ ցուցակ չենք պատրաստում խցկվել, մենք մանդատի կռիվ չենք տալի, որևէ մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք եւ ուստի մենք ազատ եւ անկաշկան կարող ենք այդ մասին նաեւ խոսել եւ ես ուզում եմ արձանագրել եւս որ երրորդ անգամ որ այն ինչ կատարվում է անդիմադիր դաշտում էս նողկալի իրար պատնոշկա տալը մի հատ նայեք որ սրանք իրար դեմ ավելի շատ են պայքարում, քան այս իշխանության դեմ։ Ու այս կներես դաշտում, հա, քաղաքական այս ռասկլադում, ինչ լուծումներ կարող է լինեն ըստ քեզ։ Դե նախ համաձայնվեմ քո հետ, Նաիրա ջան, սկզբից խոսեմ քո հարցերը, որ դու բարձրացրեցիր։ Առաջինը եւ կհասնենք ընդդիմությանը։ Առաջինը մենք եթե հիմա նորմալ կառավարություն ունենայինք, մենք կոմիտե կստեղծեինք, որ օգնել օրինակ օգնենք մեր հայրենակիցներին Իրանում, ինչպես դու որ մեր հայրենակիցներին հետ բերենք Միջին Արևելքից, հաստատ Դյուբայում, Շորժայում եւ այլն մի քանի հայ մնացած կա հաստատ։ Շատ են, շատ, տուրիստականներ են, գրում են, զանգում են, հայտնվել ենք փողոցում, չգիտենք ինչ անենք։ Այո, մի տոմսը նայեցի, ռուսները գրում են, որ մի տոմսը Դուբայ-Մոսկվա 20,000 եվրո է դարել։ Մարդիկ պատվալներում ապրում են։ Մենք եթե կառավարություն ունենայինք, Պերաշկի տեղը մենք կօգնեինք այդ մարդկանց, որ նրանք հասնեն Հայաստան եւ հետո կարող է սկսվել գաղթականներ կարող են գալ, փախստականներ կարող են գալ Հայաստան եւ Ադրբեջան։ Իսկ եթե ինչ-որ massայական գաղթ սկսվի, Ադրբեջանը դա կօգտագործի եւ կասի, գիտեք, բնականաբար, եկեք չմոռանանք, որ Թավրիզում հսկայական այդ ամբողջը ադրբեջանալեզու համայնք է այնտեղ։ Մենք ինչ երաշխիք ունենք, որ նաև տարատեսակ պրովոկատորներ, տարատեսակ ահաբեկիչներ չեն անցնելու սահման, այսինքն այդ խնդիրները կարգավորվում է, թե չէ։ Ես տեսնում եմ, որ Պիրաշկի խնդիրն է կարգավորվում եւ հետո Ալիևը այս մոմենտը կարող է շատ լավ օգտագործի։ Ասի գիտեք, այսքան փախստական է գալիս Ադրբեջան, մենք դրա տեղը չունենք։ Հիմա հենց ճիշտ ժամանակն է, որ դուք ընդունեք 300,000 ադրբեջանցիներ, կարող է նորից բարձրացնի։ Եվ հետո մենք պետք է մտածենք մեր անվտանգության մասին, մեր դիվանագիտության մասին։ Տեսեք ինչ է կատարվում մեր ռեգիոնում։ Երբ որ Միացյալ Նահանգների դեսպանը ասում է Նեղոսից դեպի Եֆրատ ամբողջը պատկանում է Իսրայելին, այսինքն մի 5 երկիր պետք է պատկանա Իսրայելին։ Այսինքն էլ ոչ մի օրենք չկա, ոչ մի այդ խեղճ բան Այաթոլլա Ալի Խոմեյնին մնաց իր այսպես կոչված կադաստրի թղթի տակ մահացավ խեղճ մարդը։ Այն էլ գիտեք, նա իր տանն էր, իր օֆիսում էր, որովհետև նա վստահում էր, որ բանակցությունները գնում են, երևի այսպեսի բան չեն անի, բայց դա էլ չազդեց, պարզվեց 2 ամիս առաջ արդեն պայմանավորված են, որ պետք է հարձակվեն։ Այսինքն, այս աշխարհում մենք պետք է մտածենք, մենք մեզ ոնց ենք ապահովելու, մեր անվտանգությունը ոնց ենք ապահովելու։ Դրա տեղը ունենք սա։ Հիմա իրանց մասին արդեն ամիշ բարձր։ Անդիմությանը գիտեք, ես ուզում եմ իհարկե որ փոխվի, ինչ որ նորմալ ուժ գա, ինձ մեկ է ով է գալու։ Ինձ մեկ է, ես որևէ մեկի հետ կապ չունեմ, բայց կոմպետենտ մարդ գա, կոմպետենտ ուժեր կան, որ փրկեն մեր հանրապետությունը, ինչքան որ մնացել է գոնե այս մի փոքրիկ կտորը Հայաստանի փրկեն։ Իսկ ինչ մնում է անդիմությանը, իհարկե կուզենայի որ նրանք էլ հաղթեն, նրանք էլ ինչ որ բան կարողանան փոխել, բայց այնպեսի տպավորություն է, որ ամեն անգամ նախ այդ քո ասած այդ հերոսական ելույթները, լավ հասկանում եմ, մի անգամ, երկու անգամ, 10 անգամ, բայց արդեն քանի տարի է մենք տեսնում ենք այդ թատրոնը, ազգային բեսեդկա է դարել այդ ազգային ժողովը, ինչ իմաստ ունի անընդհատ այդ նույն ճառերը ասել եւ այդ նույն մարդկանց կողքը իրանց լեգիտիմացնել, ես չգիտեմ դա ինչ իմաստ ունի, եւ երկրորդ եւ հիմա էլ Եվ երկրորդ Եվ հիմա էլ ըստ էության 100 քանի օր է մնացել ընտրությանը, 100 քանի օր, այսինքն մենք հասկանում ենք, չէ, մեր դիմաց ինչպիսի իշխանություն է կանգնած, ով ինչպիսի աջակցություն ունի, չէ, ինչպիսի աջակցություն, երբ որ Վենսը բացահայտ հայտարարում է այդ մասին, երբ որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը ըստ էության ասում է մեր նախընտրելի իշխանությունը Փաշինյանի իշխանությունը, ինչ պետք է անի ընդդիմությունը այնպիսի գործուն, ակտուալ, ճշգրիտ ֆորմատներ մտածի, որ կա հնարավոր լինի ինչ որ բան փոխել, բայց այսօր մենք տեսնում ենք, ես նայում եմ ընդդիմադիր դաշտում, այնց մի հատ իրար այնպիսի սենց լուտը նենավիստու, այնպես են իրար հոշոտում, որ տպավորությունն է, որ իրանց պրոբլեմը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմությունն է եւ այս մրցավազքը էլի ասենք մանդատակրվի եւ ես այո գնահատում եմ նույն ասենք ինձ համար ընդունելի է նույն հանրապետականի այն դիրքորոշումը որ եթե
չի ստացվելու արդյունավետ ձևաչափ իշխանությանը հեռացնելու մանդատի կռիվ տալը բացարձակապես իմաստ չունի։ Լավ, ասենք թե հիմա մի ուժ գնաց խորհրդարան, մի 2-3 ուժ, եւ իրանք էլի եղան փոքրամասնություն, էլի դարձան մալչիկ դլա բիցիա, դրանից ի՞նչ է փոխվելու։ Հայաստան չի լինելու։ Մի քանի տարի հետո Այո, Հայաստանը այնպիսի կախվածության մեջ կընկնի Թուրքիայից եւ Ադրբեջանից, որ այլ ոչ մեկ չի կարողանալու հետ բերել Հայաստանը, դա պարզ է։ Հիմա այդ մարդիկ, այդ որ ասում ես իրար տակ փորում են, ցեխ են լցնում, այդ պարզվեց հասավ անգամ ինձ։ Ինչու հասավ ինձ այո, ես չիմացա, որովհետեւ բոլորին օգնում էի, ոչ մեկին չէի վիրավորում։ Դե որ այս լկտիները գնում ձեռն առնում, դե պարզ է, այդ իրանց միակ գործն է, վերևից հրաման է գալիս, որ պետք է ինչ-որ մեկի վրա ցեխ լցնել, գնում ցեխ լցնում են, հետո գործ են տալիս։ Այդ իրանց գործն է, պարզ է, նորմալ է։ Բայց ընդդիմությանը տարբեր խմբերին, որոնց ես անձամբ օգնել եմ միշտ, աջակցել եմ, խոսել եմ իրենց մասին, շուրես գալի տեսնում ես հետևից քո վրա ցեխ են լցնում։ Ես ուղղակի զարմանում եմ։ Եվ հետո ես չեմ զարմանում, որովհետև այդ նույնը տեղի ա ունեցել ինձ հետ, ժամանակին իմ շատ բարձրաստիճան ռուս գործընկերները եւ ոչ բարձրաստիճան ռուս գործընկերները ինձ ուղղակիորեն ասեցին, որ կա այստեղ Մոսկվայում նստած եւ Երևանում շատ ակտիվ ներքաղաքական process-ներին խառնվող, նու բոյը մոտավորապես 1.52 բոյով մի միջին ինձ համար միջին ունակությունների մի արդեն ժամկետն անց երիտասարդ, ով այսպես ասենք, Կրեմլի աշխատակազմի տարբեր սենյակներում, հայաստանյան օրակարգեր քննարկող սենյակներում, Մարգարիտա Սիմոնյանի ընդունարանում սենց ամենասիրելի պերսոնաժներից մեկն է եւ ինքն է որոշում, այսպես ասենք, ռասկլադը, դե քանի որ այդ կարգի երևույթները կարող են ռասկլադ որոշել, բնականաբար ես ավելի քան վստահ եմ, որ այն ինչ արեցին քո հանդեպ եւ ինչ մի քանի տարի առաջ արվել էր ինձ հանդեպ, իմ հանդեպ, հենց այդ խոսում է, էլի, որ իրանց ընդդիմադիր դաշտում դիրքավորվածների խնդիրը Խաչիկյանն է, Զոհրաբյանն է, մյուսն է, այն մյուսն է, մյուս քաղաքական ուժն է, այն ավելի լավ է Նիկոլը մնա, քան մենք տեսնենք, որ այս քաղաքական ուժը հնարավորություն ունի առաջ գնալու եւ այս առումով այո մենք ունենք շատ վատ, շատ նախընտրական, ստարտային, շատ վատ իրավիճակ։ Եթե այս իրավիճակը չփոխվի, արդյունքը վատնա լինելու։ Դե մենք խոսել ենք սրա մասին, Նայրա ջան, մեծ խնդիրը դա էլիտայի բացակայությունն է, կամ այո, մենք անտի-էլիտայի ազգայության, դու մի անգամ շատ ճիշտ ասեցիր։ Մենք ունենք մի խումբ մարդկանց, ովքեր ավելի լավա խեղտեն իրար, ավելի լավա չթողնեն, որ ինչ որ մեկը ինչ որ բանի հասնի, որ այդ մարդը փախնի Հայաստանից, որ ինչ որ մեկը փախնի Հայաստանից։ Օրինակ Շարլ Ազնավուրը որ չփախներ, եթե նա մնար Երևանում, երևի Կազիրոկում կնստեր, պլանկ քաշեր կամ ինչ որ լավագույն դեպքում։ Բայց որ նա իրան հաջողվեց փախնել Հայաստանից, գնաց Փարիզ, ինչ որ բանի հասավ, դրանից հետո մենք իրան ճանաչում ենք։ Բայց մեր մոտ այդ երևույթը կա, մենք իրար չենք սիրում։ Մենք չենք սիրում տեսնել ինչ որ մեկը, որ ինչ որ բանի հասնում է, ինչ որ հաջողություն։ Ես օրինակ ուրախանում եմ, ես որ տեսնում եմ մեր, ասենք, տղաները ինչ որ մրցակցություն են շահել կամ ինչ որ օրինակ Սերգեյ Խաչատրյանն եմ լսում, պարծենում եմ, այդ ինչ ջութակահար, ինչ բարձրագույն կլասի ջութակահար, պարծենում եմ, շատ լավ։ Ես ուրախանում եմ, բայց օրինակ ես իմ համասարանի անունն էլ չեմ տալիս, ոչ էլ ասում եմ ում հետ եմ աշխատել, որովհետև այնքան ատելություն է առաջ, այն գավառական այդ ատելությունը, նախանձը, ամեն ձևով դու մի շատ լավ ձևակերպում ունես, էլի, գեղական բոնապարտները, էլի, եւ այո, մեր ընդդիմադիր դաշտի պրոբլեմը այդ գեղական եւ այստեղ ես բնավ գյուղացի նկատի չունեմ մեծագույն հարգանքս այդ գեղական այդ բոնապարտիզմն է, հա, որ թույլ չի տալիս, որ հնարավոր լինի adekvat ճանապարհային քարտեզ կազմելու եւ կռիվը այսօր այս պահին ընդամենը խորհրդարանում մի քանի մանդատ ունենալն է Նիկոլի խորհրդարանում, որ ասում է ключевое слово Նիկոլի խորհրդարանում։ Դե դա լավ արդյունք չի լինի, որտեղ Հայաստան չի լինի։ Այո, մենք ունենք այդ փոքրիկ Նապոլեոնների հիվանդությունը,
Դա մի անձի մասին չի խոսքը, ես Մոսկվայում ոչ մեկին չեմ ճանաչում, Իհարկե։ չնայած KGB agent եմ, գիտես, նաև Հա, միաժամանակ հա, ինձ գիտես քանի մարդեր ասում, ինչ գործ ունես, դու չգիտես քանի երկրի ագենտ ա եւ այլն, ասենք հա, էլի մարդ սկսում է արդեն վախենալ, հա։ Այսինքն ես մի քանի երկրում Մի աշխատում եմ, քանի, դու մի քանի, այո։ հա, դե ասել եմ, մի KGB-ով ընտանիք չես պահի, Նաիրա ջան, ինչ անես։ Այսինքն ես հիմար բաներ, մեր ասում եմ, մեր այդ փոքրիկ Նապոլեոնների հիվանդությունն է մեզ շատ խանգարում, այդ գավառական նախանձն է մեզ շատ խանգարում, մեր իրար խոսում ենք ու մեր երիտասարդությունը ստիպված փախնում է Հայաստանից, որովհետև գիտի ոչ մի բան չի կարող անել, այստեղ ամեն ինչ այդ ԽԾԲ ինստիտուտը ծանոթով ամեն ինչ լուծվում, ծանոթով։ Դրա համար մարդիկ թողնում փախնում են եւ չի կարելի նրանց մեղադրել։ Հիմա եթե մենք խոսում ենք այս կոնկրետ մարդկանց մասին, ովքեր հիմա անդիմության մեջ են, ես ուզում եմ, որ նրանց մոտ ամեն ինչ ստացվի, ես թշնամի չունեմ, բայց մենակ իհարկե ես էլ եմ ուզում, բոլորս էլ ուզում ենք։ Նաիրա ջան, ես եթե գնամ, ասենք, փորձեմ օպերայի երգիչ դառնամ, չէ, արդեն ուշ է, ճիշտ ասած, հիմա երևի չի ստացվի։ Գնամ փորձեմ, տեսնեմ, չի ստացվում։ Մի երգ երգեմ, տեսնամ ծափահարությունները այդքան բան չեն, բուրը չեն։ Երկրորդը երգեմ, ասեմ, գիտեք, էս իմը չէ, երկու անգամ փորձեցի, չստացվեց։ Բայց մեր մոտ մի անգամ ես փորձում բողոք կազմակերպել, չի ստացվում։ Երկրորդ անգամ ես, չի ստացվում։ Երրորդ անգամ ես խորհուրդ տալիս, ինչպես կազմակերպել բողոքի ակցիաները, էլի պրավալ ես տալի։ Չորրորդ անգամ ես, չորրորդն էլ ես պրավալ տալի։ Հիմա 5-րդ անգամ ես գալի։ Բայց ինչ որ մի մոմենտ պետքա գա, որ մարդ ասի, գիտեք, ես փորձեցի, իմ մոտ չստացվեց։ Բայց պարզվում է, որ դա կարևոր չի։ Այդ եսասիրությունը չէ, ես պետք է լինեմ։ Չէ, ես պետքա լինեմ։ Ուրեմն եթե ես չէ, թող մնա գործողը։ Այդ բանաձևն է, ցավոք սրտի, եւ չգիտեմ, մենք իհարկե շատ ենք դեռ միջև ընտրություններ զրուցելու այս խնդրի շուրջ եւ անհրաժեշտության դեպքում կոնկրետ արդեն ուժերի եւ անձերի մասին ենք խոսելու, որոնք ուղղակիորեն խանգարում են, որ իշխանափոխության process-ը կայանա, որտեղ նրանք շատ կլասիկ տապալեցին impeachment-ը, որը սահմանադրությամբ միակ լեգիտիմ process-ն էր, որտեղ օրակարգը Նիկոլը չէր թելադրում, ղժացին, իգնորարեցին, արեցին, երբ որ իրենց ասվեց դե դուք տեխնազու առաջարկեք, ոչ մեկին չեք հավանում, ասեցին սա ծուղակ է, սա թակարդ է, եւ այո, մենք խոսելու ենք ամեն ինչի մասին, բայց ուզում եմ որպես ամփոփում նորից վերադառնանք Իրան, ինչ քո կարծիքով, որտեղ բոլորը ասում են, որ ես հետևում եմ նաև միջազգային լրջագույն փորձագետներին, բոլորի համար այսպես կարևոր առաջի 2 օրն է, որից հետո արդեն պարզ կլինի ըստ էության մենք 3-րդ համաշխարհային, որտեղ մերձավոր արևելքը ըստ էության համաշխարհային պատերազմի մեջ է, ինչպես դու ասեցիր, 17 երկիր այլևս ներգրավված է, ինչ դինամիկա կունենա այս process-ը ըստ քեզ։ Դե մի քանի սցենար կա, առաջինը դա Տրամպի ուզածն էր, որ նա արագ ձևով հաղթի եւ հետո այդ Վենեսուելայի Բլիցկրիգով, որը չստացվեց։ Այո, դա չստացվեց, որտեղ Իրանը Վենեսուելա չի, Մադուրոին տեսակ, մի ժամանակ։ Հա, որ գանգողանան տանեն։ Հա, դա էլ է շատ գեղեցիկ բան եւ իհարկե միջազգային օրենքը չէր խախտել, ոչ էլ Մադուրոն իր կարացավ այդ իր թուղթը ցույց տալ կադաստրի չհասցրեց։ Հիմա այս դեպքում արագ հաղթանակ չստացվեց, Յուգոսլավիան չստացվեց։ Դե Յուգոսլավիան արագ չէր, 2.5 ամիս ռմբակոծում էին Բելգրադը, չստացվեց։ Հիմա երկրորդ տարբերակը այն է, որ ասենք կարող է սա շարունակվել, ասենք 2 շաբաթ, 3 շաբաթ, ոչ շատ։ Դե Տրամպը ասեց 4 շաբաթ։ Հարցը այն է, թե Իրանը կկոտրվի, թե ոչ։ Ցավոք սրտի նրանք կատարեցին մեծ սխալ, սպանեցին Ալի Խոմեյնիին։ Դուք տեսաք ինչ Եվ ամբողջ ընտանիքը քիչ առաջ տեղեկություն կար, որ նաև կինը բայց դպրոցը չես ասում, Նաիրա ջան։ Հարսը, աղջիկը, Փեսան 153 օրիորդաց վարժարանի, 153 աղջիկ երեխա, 153 դա եւ միջազգային հանրության, նույն եվրոպական կառույցների, այդ որ մեզ ճղում էին մարտի 1-ի համար, ես գնում էի սենց այն որ ծույլի կաշակերտի նման անընդհատ մեր վրա մատ էին թափ տալի, այսքան զոհ եւ 0 արձագանք, ես հետևում եմ, ոչ ԵԽԽՎ կայքում, ոչ որևէ տեղ, ոչ մարդու իրավունքների որևէ ատյանում, 0 արձագանք, 0 165 10 տարեկան աղջիկ, 10 տարեկան։ Այո, արդեն 165, այս 153-ը գիտեի։ Բարձրացել է թիվը ցավոք սրտի, ոչ մի բան չի ասվում, շատ ճիշտ է, եվրոպական մամուլում ոչ մի բան չի ասվում,
հակառակը որոշ ղեկավարներ Իրանին են մեղադրում, որ Իրանն է հարձակվել։ Ասում են դուք Այո, եք հարձակվել։ այո։ Այսինքն ինչ ասես, այլևս ասելու բան չկա։ Հնարավոր է որ անցնի, ասենք 2 շաբաթ կամ ինչ որ մի ժամանակ անցնի եւ կողմերը փորձեն գան ինչ որ համաձայնության, խնդրեն ինչ որ միջնորդություն, արդեն խնդրել են Իտալիայից, բայց Իրանը մերժել է։ Ռուսաստանին Միացյալ Էմիրատներն են խնդրել միջնորդել։ Հնարավոր է մի ինչ որ ժամանակ անցնի, Իրանը չհանձնվի, Միացյալ Նահանգները կամաց սպառում են իրենց սպառազինությունը, քանի որ այդքան էլ շատ չեն պաշարները, Ուկրաինային հսկայական օգնություն են տրամադրել։ Եվ երկու կողմն էլ ասեն, որ մենք հաղթել ենք, ինչ որ բան ստորագրեն, ասենք Հա, ոնց որ նախորդ անգամ երկու կողմն էլ հաղթել էին։ Այո, բայց դա նշանակում է, որ Իրանը լուրջ մտածելու տեղ ունի, քանի անգամ է Իրանը ուզում այս խաղը խաղալ։ Կամ պետք չէ մոտենալ այդ շեմին միջուկային, կամ եթե մոտենում ես, պետք է անցնել, դառնալ միջուկային պետություն, եւ ոչ ոք քո վրա չհարձակվի։ Նրանք կարող են գալ այդ հետևից։ Նույն Հյուսիսային Կորեայի հետ այդ տոնով հանդգնել, որտեղ ինչ է նշանակում անընդհատ մենք ուրանի հարստացման process-ի մեջ ենք։ Այո, ես համաձայն եմ քեզ հետ։ Կամ դու պիտի այդ գիծը անցնես, դառնաս միջուկային տերություն, որ ոչ մեկ քո հոգևոր առաջնորդին իր ամբողջ ընտանիքով չոչնչացնի, կամ այո, դու անընդհատ պիտի ներքաշվես այս կարգի լրջագույն պատերազմական իրավիճակների մեջ եւ Հայաստանի մասով ամփոփենք փորձենք ինչ կարա սպասվի Հայաստանին եւ ինչ պիտի աներ adekvat իշխանությունը եթե լիներ։ Դե մենք պետք է հույս ունենանք, որ այս կոնֆլիկտը կլուծվի, ինչ որ խաղաղ լուծում կգտնեն որոշ ժամանակ հետո, որտեղ մեզ համար ամենավատ սցենարը կլինի Իրանի դեզինտեգրացիան, կազմալուծումը, եթե Իրանը սկսի կազմալուծել, ինչպես Իրաքում, եթե Իրանում կան օրինակ էքստրեմալ խմբեր, ինչպիսին է բանը ԻԳԻԼ-ներ, հիշում եք Իրաքում մահմեդական արդեն, այո։ Մեր ուղիղ ծոծրակին մենք ահաբեկչական ուրեմն որջեր ենք ունենալու եւ նորից ուզում եմ հիշեցնել Իրանի արտաքին պատասխանատուների մեկի հայտարարությունը, որ մենք ուղղակիորեն կարգելափակենք TRIP-ը, Թրամփի ուղին, այն դարձնելով ամերիկյան վարձկանների գերեզմանափոր, սա ուղղակի նաև ինչ որտեղ ակնարկ է Հայաստանի եւ հիշեցնեմ նաև, որ 3 ամիջապես Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցեց, իսկ Հայաստանի ղեկավարը բացարձակ հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ որևէ բառ չասեց եւ բավարարվեցին անվտանգության խորհրդի ինչ որ լղոզված հայտարարությամբ, որ լավ կլինի, որ խաղաղություն լինի։ Եվ Իրանը սա հիշելու է։ Իրանը սա հիշելու է։ Իհարկե։ Նրանք լավ հիշողություն ունեցող ժողովուրդ են, 5000 տարվա պատմություն ունեն։ Նրանք նշեցնելու են, որ այս պահին դուք նախ ամերիկացիների հետ ինչ որ գործեր եք անում մեր սահմանի վրա, մենք ձեզ զգուշացնում ենք դա չանել եւ հետո անգամ չցավակցեցիք։ Նրանք սա հիշելու են, մենք այո վտանգավոր վիճակի մեջ ենք, բայց քանի որ ամփոփում ենք, մի վերջի բանն է ուզում հարցնել, դու ինչ ես կարծում այս կիսաբաց սառնարանները շոուի այդ վերջի սերիան, որը մենք տեսանք մի քանի օր առաջ։ Տեսեք, շատ տես Արտուր ջան։ Շատ եկավ քո։ Հա, դու ես երկու չխախտելով անմեղության կանխավար կացը, ես իհարկե 99% հակված եմ մտածել, որ բնականաբար սա շոու է, որի նպատակը ես իմ վերսիան ունեմ, ճանաչելով իրենց, քանի որ Նիկոլ Փաշինյանը խորապես թքած ունի ին վրա, քո վրա, մեր տեսակի սեգմենտի վրա, երբ որ ասում են, բայց ես ինչ է, ինքը մեզ էշի տեղ չի դնում, ինքը խորապես թքած ունի մեր վրա, մեր էմոցիաները չի հետաքրքրում իրան, որովհետև մենք իր ընտրողը չենք, ինչ որ ինքը անում է, որ մեր ընդդիմությունը հասկանա, ինչ որ այս տղան անում է, իր թիրախը ախուրյանցի անող պայմանական սեգմենտն է, որը fast food-ի նման ուտում է այդ ամեն ինչը, շատ ավելի պարզ կլինի։ Ես կարծում եմ դա ուղղված էր այդ սեգմենտին, որովհետև բոլոր սոցիոլոգիական հարցումներով Աննա Հակոբյանի անտի-ռեյտինգը ահա որ բարձր է եւ նույնիսկ նիկոլիզմ սեկտայի անդամները Նիկոլի այդ բառը թույլ տամ օգտագործել ամենամեծ այիբը համարում էին Աննային, փորձ է արվում այս ընտրական փուլում դիստանցիա, Նիկոլից դիստանցիա եւ քանի որ մեր հասարակությունը
Նիկոլը մի անգամ ճիշտ բան ասեց, ես շատ լավ գիտեմ մեր հասարակությունը ինչ ա զգում, ինչ ա մտածում, մեր հասարակությունը սիրում ա տենց բրազիլիական սերիալներ, ասենք թող լքված հերոս եւ այլն, ես կարծում եմ նաև այդ գործոնն է իր անձի հանդեպ խղճահարություն արտնասնելու, որտեղ մի էջում ես դրել եմ մի լալա հարաճ տիկնոջ, ով ասում է միացեք, գեղեցիկ ընտանիքը, բայց եթե տեսականորեն անգամ ընդունենք, որ 1% հավանականությամբ դա ճշմարտություն է եւ ընտանիքում եղել են այնպիսի խնդիրներ, որ կամ Աննան է հեռացել կամ Նիկոլը, ես այսօր եթերում էլ ասեցի այն հայտնի պատմությունը, հայտնի առակ կա, մի ստախոս անընդհատ ասում է տունս հրդեհվել է, հրշեջները գալիս են, տեսնում է 10 անգամ ասում է, գալիս են, տեսնում է սուտ է ասում, 11-րդ անգամ իրապես հրդեհվում է եւ ամբողջը վառվում է, որտեղ հրշեջը չի գալիս, իրանք այնքան են խաբել, իրանք այնքան են ստել, իրանք ամեն հարցում այնքան են մանիպուլացրել, ֆռացրել այս ժողովրդին, որ եթե անգամ այն ինչ որ ասում էր Աննա Հակոբյանը, դա ճշմարտություն է, ես իրեն էլ ասեցի, Աննա, դուք այնքան եք խաբել, որ ձեզ, եթե անգամ 100%-անոց ճշմարտություն ասեք, չեն հավատում, այ դա ամենամեծ պրավալն է այս իշխանության եւ այդ զույգի։ Դա իսա իմ տեսակետն է, իսկ ըստ քեզ Ես համաձայն եմ, իհարկե ես իրանց պես չեմ, այդ քարոզիչների թիմի պես չեմ, ես մարդկանց անձնական կյանքի մեջ չեմ մտնում եւ ցեղ չեմ թափում մարդկանց վրա։ Ես էլ, որովհետեւ դա ի վերջո իրանց գործն է։ Ինձ էլ դա Ալենում հետ ամուսնացավումից բաժանվեց։ Դե դու լավ կիմանաս, իր հետ աշխատել ես, չէ՞, անցյալում տարիներ։ Նա երևի հենց դրանով է զբաղվել է։ Դա իմ գործը չի, բայց այսպիսի դրամատիկ ձևով հայտարարություն անել եւ բացել իր անձնական կյանքը ամբողջ հանրությանը, դա երևի արվել էր հենց դրա համար, որ այդ էֆեկտը ստանալ։ Սա իսկապես դառավ այդ մեր ժամանակ կար առաջի սերիալը Իզաուրայի մասին։ Այո, այդ բրազիլական էր, չգիտեմ ինչական էր, այո, Ռաբին Իզաուրա։ Այո, հետո վերջը եկավ սովետական միություն եւ ամբողջ սովետական հանրությունը պահանջում էր, որ Իզաուրային ազատեն, եթե հիշում եք։ Փաստորեն Իզաուրան ինչ որ sense շոու արեցին, մնաց 2 ամիսի։ Բայց ասեմ, չունեցավ էֆեկտ, եթե սա կրկնում եմ մանիպուլյացիա էր, այդ խնդիրները լուծելու համար ինքը էֆեկտ չունեցավ, որտեղ նույնիսկ պայմանական ասած ախուրյանցի անոսեգմենտը սրա արժանահավատությունը մի անգամից մերժեց եւ դրեց, չասեմ, համարեց մենակ են, որ այդքան հումորեսկներ, այդքան սիթքոմներ այս 2 օրվա մեջ հանեցին այդ տեղեկատվության վրա, սա արդեն չափորոշի չա, որ ուղղակի անլուրջ էր։ Իսկ այդպիսի տպավորից վերջի հարցս, այդպիսի տպավորություն չունես, որ կամաց պանիկա են, խուճապի մեջ են, որտեղ արդեն մի քանի բան փորձում են, չի ստացվում։ Օրինակ եկեղեցու դեմ արշավը, որքան ես հասկանում եմ, չհաջողվեց։ Այո, այդ կաթողիկոսի աղջիկը, Արշակ Սրբազանի ջեբի պլանը, Ալենը Դորժդին ասեց, որ 4 թե 5 մանկապիղծ հոգևորականներ, այսինքն որևէ այդ հայտարարությունը տրիգեր, որ այս ժողովուրդը սենց վազելով գնա այս իշխանությանը գրկի չդարձավ։ Եվ այո, ես չեմ բացառում, որ սա հերթական, այսպես ասած, քարոզչական կուտներ, որ սենց փորձարկեցին, տենաս ինչ կլինի, բայց իրան չաշխատեց, բայց ես քանի որ իրան լավ եմ ճանաչում, ես իհարկե կարող եմ կանխատեսել առաջիկայում մարտի 1-ի քեյսով, մարտի 1-ի նախընտրական, այսպես ասած, քեյսը բացված է, հոկտեմբերի 27 եւ այլն քեյսերով, ինչ շոուներ են դեռևս լինելու ընտրական։ Իսկ այս 8 տարվա ընթացքում մարտի 1-ով անհնար էր զբաղվել, հենց հիմա պետք է։ Դա ես եմ ասում, Զին դատախազը, եթե նախկինում Նիկոլը ընդդիմություն էր, Զին դատախազը իրենց ամենամտերիմն է, բոլոր ամբողջ գործերը իրենց ձեռքի տակ են, կարծեմ 19 թվին էր, չէ, որ ինքը հայտարարեց մարտի 1-ը բացահայտված է, բա ուր է բացահայտված է։ Այո, այսօր արդեն 2026 թվականն է, Գագիկ Ջահանգիրյանն էր Զին դատախազը, որը ամեն ինչ գիտի կամ պարտավոր է իմանալ, ձեր մերձավորագույն ընկերն է եւ թիմակիցն է։ Այնպես որ կարծում եմ նախընտրական շոուներ դեռ կլինեն եւ մենք բարբերաբար բոլոր այդ օրվա խնդիրներին եւ նաեւ ընդդիմության անելիքներին, որը պետքա լինի ոչ թե գերանդին լապատկան առած իրար տակ փորելը, այլ պետքա լինի այնպիսի կոնսոլիդացիաներ
ձևավորելը, այնպիսի ֆորմատներ ձևավորելը, որը լուծի այս իշխանությանը հեռացնելու խնդիրը, որ ոչ թե լուծի ընդհանրապես այս իշխանության խորհրդարանում դեպուտատ աշխատելը, կարծում եմ դրան կանդրադառնանք դեռ։ Մեծ սիրով։ Դե տեսնենք ինչ արձագանք կլինի, եթե Այո, տեսնենք, հա, ընթացս հետևենք։ Շատ շնորհակալ եմ Դա Նայիրդ։ դե կապի մեջ։